Պարոն Պողոսյան, ուզում եմ իմ ելույթը սկսել նախ նրանից, որ դուք քիչ առաջ ազգային ժողովի ամբիոնից շատ կարևոր մի հայտարարություն արեցիք, ասելով, որ հանցագործությունը դա ոչ միայն ֆիզիկական ներգործությունն է, նաև հոգեբանական, որի մասին ես իմ հարց ու պատասխանի ժամանակ հենց ձեզ ասեցի։ Խնդիրը կանում է ոչ միայն նրանում, որ մարդիկ խոշտանգվում են, ծեծի են ենթարկվում, բռնությունների են ենթարկվում, դրանից ավելի սարսափելին ու ավելի զազրելին, դա նաև որ մարդկանց հայհոյանքի, պարսավանքի, անարգանքի են ենթարկում իրենց ծննդավայրով պայմանավորված։ Կոնկրետ օրինակը դա արցախցի մեր հայրենակցի վերաբերվող հարցն էր։ Դրանից առաջ էլի շատ դեպքեր են տեղի ունեցել, երբ որ ոստիկանները իրենց կրծքին ամրացված ունենալով տեսանկարահանող սարքեր, երբ որ կոնկրետ հանցանք են իրականացրել, երբ որ արդեն գալիս է, ուրեմն, երբ որ արդեն պետք է այդ տեսանյութերը քննության առարկա դառնան, մի հրաշքով պարզվում է, որ ոչ ոստիկանական բաժանմունքում է փաստորեն այդ տեսախցիկներն աշխատում, ոչ այդ մարդկանց կրծքին ամրագրված այդ տեսանկարահանող սարքն է աշխատում, ոչ մի բան չկա։ Նորից եմ կրկնում, այն մարդիկ, որոնք որ կփորձեն, այն պաշտոնյաները, որոնք որ կփորձեն մեր հայրենակիցներին թիրախավորեն եւ ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեբանական ներգործության կենթարկեն եւ կփորձեն անվանարկել, հայհոյել, սպառնալ, այդ մարդիկ պետք է արժանանան ամենախիստ պատժին։ Դա ներազգային պարակտում է մտցնում, դա մեր ազգը բաժանում է մասերի եւ դա մեր ազգային անվտանգության խնդիրն է։ Դրանից ավելի լուրջ հարց չկա եւ որևէ մեկը թող չփորձի կոծկել, ծածկել կամ փորձել ժամանակի առումով շահել, տարիների ընթացքում մոռացության մատնել այս կամ այն գործը։ Չի լինելու։ Գալու է ժամանակը բոլորը պատասխանատվության են ենթարկվելու իրենց նաեւ անգործության համար։ Եվ որևէ մի Հայաստանի Հանրապետությունում պաշտոնյա չպետք է լինի, որ խրախուսի այս զազրելի արատավոր երևույթը։ Եվ հիմա, երբ որ ասում ենք, որ բացի նրանից, որ մարդուն խոշտանգման են ենթարկել, նաև պետք է տարվեն ոստիկանները դատաբժշկական փորձաքննության ենթարկվեին։ Ուրեմն եթե այդ հագուստի վրա կան որոշակի իրեղեն ապացույցներ եւ այլն, պետք է համակողմանի, բազմակողմանի քննության առարկա ենթարկվի եւ օր առաջ պետք է դա լայն հնչեղություն ստացած գործը պետք է մեր հասարակության ուրեմն դատին դրվեր։ Այդ գործերը գրվում են օրերով, ամիսներով, տարիներով եւ որևէ մի արդյունք չկա։ Եւ սա անվստահություն առաջացնում մեր հայրենակիցների կողմից իրավապահ համակարգի աշխատանքի հետ կապված։ Օրերս էլի աղմկոտ, աղաղակող շատ դեպքեր են եղել։ Հետաքննող լրագրողի, բլոգերի եւ այլն եւ այլն։ Անկախ նրանից ում եք սիրում, ում չեք սիրում, ով է ձեր սրտով, ով չի ձեր սրտով, դա 100-րդական հարց է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Տիկին Բաթոյանին, որ հենց առաջին ինքն արձագանքեց դրան։ Եվ սա կարևոր է, որ իշխանությունը արձագանքի, ասի եւ նաեւ այստեղ նստած քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները, դուք ոչ թե պետք է աչք փակեք, խոսեք միմիայն ձեր գործընկերների բռնության ենթարկվելու մասին, այլ շատ ավելի օբյեկտիվ ու ճիշտ կլինի, որ դուք առաջին այդ գործերի մասին խոսեք, ասեք, բարձրաձայնեք, պարտադրեք, իշխանությունը դուք եք։ Կարող է շատ անձնական թվա, ես այս վերջերս կարող շատ եմ անձնական օրինակներով բերում։ Սկզբից իմ մեքենայի հետ կապված գողության, այրելու փորձի հետ կապված։ Ես ուզում եմ հաջորդ մի օրինակը բերել ձեզ, երբ որ կոնկրետ վրաերթի փորձ կար հենց իմ նկատմամբ, եւ ուղղորդված պլանավորված էր դրա համապատասխան տեսանյութերն էլ կա, այդ գործն էլի ջրվեց գնաց։ Ուսեց գործերա որ ջրվում է, անհնազանդություն կատարած մեր քաղաքացիները, երբ որ խաղաղ հնազանդություն են իրականացնում, ուրեմն մեքենաներով իրենց ակցիան են իրականացնում, 35 ավտոմեքենա մայիս ամսին
հայտնվում է, ուրեմն, այսպես ասած, տուգանային հրապարակում և ամիսներ շարունակ դրա հետ կապված իմ գրավոր, բանավոր հարցումները որևէ միացուկ չէին տալիս։ Պատասխանը գիտեք ինչ էր գալիս։ Պատասխանը հետևյալն էր. լավ ենք անում, տանում ենք, ասում էր դա, ուրեմն, բարեկային ծառայության պետը, ինչքան խոսակ այդքան ամիս ավելի շատ ամենալու տուգանային հրապարակում։ Դրա տեսանյութերն էլ կան։ Այսինքն դուք որոշում եք համ երբ պետք է տանեք, համ ոնց պետք է տանեք, համ կուզենք ամիսներով կպահենք, մեկ էլ վերջում դե շնորհակալ ենք, որ 5-6 ամիս հետո նոր աղմուկ բարձրացնելուց, այդքան դիմումներից, այդքան ուրեմն նաև դրսի մեր գործընկերների կողմից պատշաճ գնահատականի արժանանալուց հետո տեսնելով հնարավորություն չկա, մարդկանց մեքենաները հետ տրվեցին։ Գողություններ է կատարվում, այդ գողության ուրեմն տեսանկարահանող սարքերից իրապահ համակարգի գործառույթը մենք կատարում ենք, այդ տեսանյութերը հանում ենք, տրամադրում ենք քննություն իրականացնող մարմնին, ասում ենք կոնկրետ այս մարդիկ են այս դեպքը կատարել, գողության դեպքն էլ, խոշտանգման դեպքն էլ, էսել են էլ, այն որ ասում է, ծամում եք, դնում եք բերանները, որ գործը տեղից շարժվի, չի շարժվում, չի շարժվում տեղից։ Սա խոսում է նրա մասին, որ այն հանցագործությունները, որոնք որ պատշաճ գնահատականի չեն արժանանում, այն հանցագործությունները, որոնք որ մնում են անպատիժ, ծնում է նոր հանցագործություններ, և դրա համար է, որ հանցագործությունների թիվը Հայաստանի Հանրապետությունում շեշտակի աճել է։ Հիմա էլ ասում են, դե գիտեք ինչ կա, մեզ չեն դիմում, ինչի պետք է դիմեն, եթե 4-5 անգամ իրապահ համակարգին դիմում են, գողության համար, խոշտանգման համար, վրաերթի համար, նրա համար, գործը տեղից չի շարժվում, են ինչի պետք է դիմեն։ Էլով պետք է դիմի, ավելորդ ժամանակ ունի կամ նյարդեր ունի, ընկնի ստենդե, ապացույցները հավաքի, բերի, սեղանին դնի, էս անի, մի հատ գործը տեղից չշարժվի։ Էսա ձեր կառուցած իրապահ համակարգը, որով որ դուք հպարտանում եք, ուրախանում եք, ցնցվում եք, բայց ես դե ուրախանալ ու ցնցվելու առիթը չեմ տեսնում։ Քաղաքական որոշումներով պայմանավորված որոշումներ են կայացվում, ծայրից ծայր։ Եվ դրա պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։ Եվ դրա համար է, որ այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ որ կրիմինալը վխտում է, երբ որ ամեն պատժեստում, ամեն մի բակում ռազմորկանները վերջանում են դանակահարությամբ, երբ որ ամեն մի այգում զակլատկանները եւ թմրամիջոցի շրջանառությունը հասել է այն երևակայելի մի աշճանի, երբ որ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների խնդիրների առջև, երբ որ նորից եմ կրկնում, մեր սահմանը հատում է եւ Հայաստանի Հանրապետությունն է ներմուծվում ահռելի քանակությամբ թմրանյութեր, այդ թմրանյութերը հայտնվում է կրթական հաստատություններում, մատաղ սերունդը նստած է թմրանյութերի վրա, եւ սա չի արժանանում պատշաճ, նորից եմ կրկնում, գնահատականի, բայց ձեր գործը ո՞րն է։ Պարոնայք, ձեր գործն է, որ մի քանի ընդդիմադիր ճարեք, քրեական գործերը վրեն կարեք եւ ասեք, որ մենք գործ ենք անում։ Խնդրում եմ, եթե որևիցե մեկը ի վիճակի չի լսի, կարա դուրս գա դալիճից։ Ես որևիցե մեկին չեմ խնդրում, որ ստեղ նստի եւ իմ ելույթները լսի։ Լռություն դալիճ։ Դե ուրեմն լռություն դալիճում լսեք ինչ եմ ասում։ Ես ոչ մեկին էլ չէի խանգարում, ինձ էլ մի ընդհատեք։ Ամփոփելով խոսքս, ասեմ, որ ցանկացած իշխանության պարագայում այդ ժամանակվա տեղի ունեցող երևույթները, եթե անգամ ձեր իշխանության ժամանակ պատշաճ գնահատականի չարժանանա, հաջորդ իշխանությունների ժամանակ ցանկացած գործ մանրակրկտորեն ուսումնասիրվելու է եւ տալու է պատշաճ գնահատական։ Ես նաեւ քանի որ իմ ժամանակը մի քիչ խլվեց, ես մի քանի վարկյան դեռ ունեմ, խնդրում եմ նաև մի քիչ էլ ավելացնեք։
Ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել ոստիկանների կողմից պատգամավորներին թիրախավորելու եւ ոստիկանին ոչ վայել վարքագծի հետ կապված։ Էլի ուղիղ եթերում ոստիկանները, ոչ բոլորը, կան շատ պատվելի, հարգելի ոստիկաններ, որոնք որ իրենց չափը գիտեն, եւ կան ոստիկաններ, որոնց պետք է իրանց տեղը ցույց տաս, թե ում հետ ոնց կարելի է խոսել։ Եվ ինչպես պետք է դիմել եւ ինչպես պետք է վերաբերվել պատգամավորներին, առաջնային մանդատով օժտված մարդկանց։ Ավարտը խնդրեմ։ Ավարտացա։